Տեղեկատվական վեճերի խորհրդի հայտարարությունը տղաների ձերբակալության վերաբերյալ խոսքը գնում է նրա մասին, որ նրանք համարում են, որ սա շատ վտանգավոր նախադեպ է, որ մարդկանց ձերբակալում են իբր on-line խուլիգանության համար, դա խոսքի ազատության տեսանկյունից, իրավական տեսանկյունից շատ խնդրահարույց են դիտարկում եւ որպես, չգիտեմ ինչ են դա անվանում իրականում նախադեպ, որովհետեւ առնվազն տղաների դեպքում սա արդեն երկրորդ անգամ է նույն բանը տեղի ունենում, սա արդեն նախադեպ չի։ Եվ տղաներից բացի նաև, չգիտեմ, Facebook-ի ստատուսների համար, եթերներում հնչեցրած մտքերի համար, այդ թվում նաև Միքայել Աճապահյանի հարցազրույցի հիման վրա կամ Սամվել Կարապետյանի հարցազրույցի հիման վրա, այսինքն այդ բոլորը խոսքի համար, եթերում ասված խոսքերի համար ձերբակալություններ են եւ ես կարծում եմ սա առնվազն նախադեպ չի, բայց այս տենդենսն է նախադեպային Հայաստանում, երբ որ այսքան բազմաթիվ մարդիկ ձերբակալվում են իրենց ազատ խոսքի իրավունքը արտահայտելու համար եւ ապա քրեականացվել էր վիրավորանքը եւ ինչի համար, հա, որտեվ դա պահանջներ էլի միջազգային կառույցների եւ փոխեցին, ասին օքեյ, վիրավորված ես քեզ համարում, գնա դատարան վարչականով այդ մարդուն դատի տուր, թող ինքը կամ փոխհատուցի կամ ներողություն խնդրի, ոնց ուզում եք, բայց դա վարչական տիրույթում լինի, ոչ թե քրեական, որովհետեւ կանխատեսվում էր, որ հենց այս նպատակներով ինչ որ պահի դա սկսելու է օգտագործվել եւ տեղի իրավապաշտպանները, այսպես կոչված, սկսեն դա արդարացնել։